Վերջին հարցը։ Չենք հասցնում։ Ժամանակը։ Չենք Վերջին հարցը։ Վահե ջան, թույլ տվեք ես որոշեմ իմ կարգավիճակը։ Վերջին հարցը, հարգելի Վահե, վերջին հարցը։ Խնդրում եմ հարցը։ Դուք եք որոշել։ Հարգելի Վահե, վերջին հարցը։ Պարոն Կարապետյան, իդեպ ես ձեր կազմը տեսնելով որ ես կանգնած եք, ես մտածում եմ, որ դուք ցուցակի, օրինակ ձեր ցուցակի ավելի լայն կազմով լինեք, մի 100 հոգով ստեղ եք, բացօր դահլիճը չէր երեքվի, պետքան որ դահլիճ։ Մի օր կլինենք, պարոն Մակարյան։ Կոնդիցիոները կփոխեք, չէ՞, որ շատ։ Շատ բան կփոխենք, բայց մի հատ կարևոր բան կա փոխելու, դա փոխենք, մնացողը փոխվող է։ Շատ լավ։ Պարոն Կարապետյան, տեսեք, դուք խոսում եք Տիգրան մասին, դիմեցինք սիրելի Տիգրանաշենցիներին, հասկացնելով, որ իրենք մեծամասնություն են տեղի ձայն են տվել Փաշինյանին, ու դուք հիմա իրենց հարցն եք քննարկում, եթե Տիգրանաշենցիները գնացել եւ Նիկոլ Փաշինյանին ձայն են տվել, որ ինքը հանձնի Տիգրանաշեն է։ Մենք դուք մյուսներ ինչ ենք անցնում, թող հանձնեն, ինչ են մտել այս երկու հոգու մարդկանց անձնական հարաբերությունների արանքը։ Մարդիկ հանձնում են, կողմը որ ես դարձան հանձնեն։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը անընդհատ մի քանի անգամ այս ամբիոնից դրա շրջանառությունների ժամանակ ակնարկեց, որ դուք ձեզ Ռուսաստանից ուղարկել են այստեղ, որպեսզի հեղափոխություն անեք, իշխանափոխություն անեք, բայց չկարողացաք եւ հիմա այդտեղ պատասխանում եք տալու Ռուսաստանին կամ ինչ որ մարդկանց կռվելի կողքի շենքի եւ Ուկրաինայի հյուրանոցը նկատել կամ չգիտեմ, դա չէ, դա քեզ տվում։ Երբ խոսքը ինչ որ մարդկանց պատասխանում եք տալու եւ չգիտեք ինչ պատասխանել, թե ինչու ստեղ ստացվեց իշխանափոխություն։ Դուք այս մեղադրանքներին, եթե դուք հիմնավոր չեք անում, ո՞նց եք արձագանքում, ու մի բան է, ուրեմն ձեր կոնկուրենտ օֆիսը ներքևի հարկի փոքր ֆրակցիան Հայաստան Դաշինքը, իրենց կողմից հենց ակնարկներ են հնչում, որ մենք չենք պայմանավորվել իշխանությունների հետ բարեկեցության ինչ-որ շրջանակներ չենք գծել, չենք պայմանավորվել, որ պետք է բարեկիրթ լինենք իրար հաղթել ինչ-որ բաներ չնենք, ու ինչ հարց ուզում ենք տալիս ենք առանց պայմանավորվածությունների, այդ չեք կարծում, որ այսպես այս խայթոցները մի քիչ ձեր մտերիմ ոչ կոնկուրենտ համագործակցային հարաբերությունները խաթարում են, որովհետև դուք հիմա պայմանավորվել եք իշխանության հետ, թե չեք պայմանավորվել։ Առաջի հարցը։ Առաջին հարցը որ մեծ փոփոխություն, երկրորդը Տիգրանաշենի հետ կապված։ Նախընտրական շրջանում իշխանությունը չէր ասում Տիգրանաշենցիներին, որ հանձնելու է Տիգրանաշենը։ Անգամ օգտագործեցին տերմին օպտիմալացում տարածքի։ Մենք չգիտենք այդ ինչա։ Օպտիմալացնում էին, այսինքն չկար խոսք Տիգրանաշենը հանձնելու մասին։ Եվ երբ շատ ընդդիմադիր գործիչներ այդ մասին ասում էին, իրենց ալարմիստ էին կոչում, այսինքն մարդիկ, ովքեր միշտ վատ լուրեր են ասում։ Վատ լուրեր ասում ես, որտեղ վատ լուրեր լինում են։ Ամեն տարի նոր վատ լուր։ Այդ պատճառով հիմա էլ մենք ասում ենք, որ վաղը, մյուս օր, եթե պրոցեսի դեմը չառնի, եթե մեր ժողովուրդը չվերակողմնորոշվի, չկողմնորոշվի, մենք ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ։ Տիգրանաշենում իրենք սարքելու են այն օրինակը, ինչ որ սարքել են Արցախում։ Շենքեր, վերաբնակիչներ, ու երբ մենք խոսում էինք, որ ուզում են գան, մեզ ասում էին դուք վատ լուրեր եք ասում, մենակ լավ լուրեր, պետքա գնայինք բան անեինք, համերգների մենակ պետքա գնայինք։ Դրա համար վատ օրեր սպասում են եւս։ Այսօր անգամ տարիներ անց, ամիսներ անց, եթե մենք փոփոխությունը ամեն ինչ անելու ենք որ լինի, եթե չլինի, այսօրը հիշելու ենք որպես լավ դիրքավորման ժամանակաշրջան։ Ինչպես հիմա ստիպված ենք լինել ասել, որ թրիփը ճանապարհ է, միջանցք չէ, որ հանկարծ միջանցք չմնա Հայաստանի վրա, որ մյուս կառավարությունը բանակցելու տեղ ունենա, որ ճանապարհ պահի ճանապարհը։ Երրորդ հարցը
Նախ որ ձեզ մեղադրում են Ռուսաստանի մասով որ պատասխան եք տալու, որ ձեզ ուղարկել են իշխանապողություն եւ Հայաստան Դաշնքի հետ։ Իրենք ում հանձնարարություններն են անում, որպեսզի հասկանանք ինչ օրակարգ կա, մտնում ենք Բայրամովի Twitter-ը նայում ենք ու գիտենք այդ շաբաթ ինչի մասին է լինելու կառավարության ներկայացուցիչների խոսույթը։ Իսկ դուք իրենք ասում են, բա դուք ում հանձնարարություններ կատարում, ում եք պատասխան տալու։ Մենք եկեղեցու վրա հարձակումը ինքը հանձնարարությունով են իրենք կատարել։ Դրա պատասխանն է եղել մեր քաղաքական դաշտ մտնելը։ Թող ուրիշ ուղղությամբ ամեն անգամ թեման չփոխեն։ Իրենք են եղել են կատալիզատորը, որ մեզ մտցրել են քաղաքական process-ների մեջ։ Շնորհակալություն։ Մենք մի հատ sense մոտեցում ունենք, մեր հայրենակիցները պետքա նորմալ որակով, լավ հայերենով, ինչքան հնարավոր է դա, լավ հայերենով քաղաքական խոսույթ լսեն։ Եթե մենք պետք է օգտագործենք փողոցային բառապաշար, որպեսզի բոլորը գոհ լինեն, չեմ կարծում, որ իմ պատկերացրած երկրի ապագան փողոցային բառապաշարով խորհրդարանն է։ Շնորհակալություն գործընկերներ, Դուք այս վերջին 10-15 օրվա աշխատանքը ես լավ դիտարկել եմ եւ դուք հաստատեն սահուն անցում եք կատարել դեպի պարլամենտական աշխատանքը, այսինքն դա ոնց որ ձեզ համար սովորական աշխատանք է դարձել, մինչդեռ դուք ընտրողներին այլ օրակարգով, այլ ուսումներ եք տվել, այլ օրակարգով եք եկել խորհրդարան, ես հետևում եմ նաեւ սոցիալական ցանցերի, որտեղ դժգոհություններ կան ձեր կողմնակիցների, թե ինչի մասին է խոսքը, ինչ օրակարգով են իդրեցու եկել եւ ինչով են հիմա զբաղված։ Որն է ձեր գլոբալ օրակարգը, չէ՞ որ դուք ասում եք, որ իշխանապողություն, վարչապետական։ Հիմա դուք սովորական պարլամենտարանի պես եք պահում։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց էր եւ կուզեի այդ պահը ներկայացնեմ իմ հայրենակիցներին։ Ընտրություններով ու արտահերթ ընտրություններով անգամ փոփոխությունները պետք է լինեն մեր հայրենակիցների աջակցության արդյունքում։ Մենք աշխատելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ 100 հազարավոր մեր հայրենակիցներ իրենց վստահությունը հայտնեն մեզ, ավելի շատ մեր հայրենակիցներ իրենց վստահությունը հայտնեն մեզ, եւ այդ փոփոխության արդյունքում այս իշխանությունը գնալու է։ Կա մի ճանապարհ, անգամ արտահերթ ընտրությունների ժամանակ հասարակությունը պետք է որոշում կայացնի։ Մենք ներկայացնում ենք հասարակության կյանքը փոխելու ծրագրեր, ցույց ենք տալի ինչ մոտեցում, ինչ պատասխանատվություն պետք է ունենա ապագա իշխող ուժը եւ մեր ժողովուրդը կընտրի, կհասկանա որակական փոփոխությունը։ Գաղտնի պլան ունեք։ Կարծում եմ այդ հարցով կարող եք պարոն Կարապետյանին։ Շնորհակալ եմ։